Բարև ձեզ, դուք լսում եք Next Gen Job podcast-ը, ես Գայանեն եմ, և մենք այսօր խոսելու ենք կրթության և աշխատաշուկայի փոխկապակցության մասին։ Այսօրվա թեմայի համար հրավիրել ենք երկու հյուրի, լրագրող Երևանի մամուլի ակումբի և դիտորդ մարմնի փորձագետ Հակոբ Կարապետյանին, երկրորդ կուրսի լրագրության բաժնի ուսանող Ադիպեկ Պատալյանին։ Ողջույն։ Շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Դուք միաժամանակ և սովորում և աշխատում եք։ Ասեք, խնդրում եմ, այդ ինչ դժվարությունների եք հանդիպել, ինչ խոչընդոտների եք հանդիպել։ Հիմնականում ամենամեծ դժվարությունը այն է, որ մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ եթե դու դեռևս սովորում ես երկրորդ կուրսում, կոնկրետ իմ դեպքում, ուրեմն չես կարող աշխատել, այսինքն չունես բավարար գիտելիքներ։ Իրականում համաձայն եմ որոշ չափով այն առումով, որ պետք է ավարտել բակալավրիատի ամբողջ ծրագիրը, հետո նոր աշխատել, որ ամբողջական գիտելիքներ ունենալ, բայց առանց այդ պրակտիկ շրջանի չես կարող առաջ գնալ եւ կատարելագործվել։ Դրա համար ես հիմա աշխատում եմ հասարակական կազմակերպություններից մեկի հետ, ու իրենց համար պատրաստում ենք փոքրիկ կարճ հոլովակներ, որը տարածում ենք Instagram-ում ու Facebook-յան հարթակներում, որը մեծ ճանաչելիություն է ունեցել, ու հիմա կարծում եմ, որ այս փոքրիկ քայլերով կարող ենք ավելի առաջ գնալ ու մինչև մեծ նպատակներին հասնել։ Դուք ինչ եք կարծում, ուսանողները համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Դա ընդհանրապես ոչ միայն մեր ոլորտում, լրագրության մեդիայի ոլորտում, այլև ընդհանրապես աշխատաշուկայում լուրջ խնդիր է, ուրեմն համալսարանների բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և աշխատաշուկայի միջև կապը։ Մի կողմից մենք տեսնում ենք համալսարաններ կամ ֆակուլտետներ, մասնագիտական ուղղվածություններ, որտեղ, այսպես ասած, ընդունելությունների պահանջարկը շատ մեծ է և համապատասխանաբար շուկան գերհագեցված է լինում և շատ մարդիկ մեր դասախոսներից մեկը, օրինակ ես ավարտել եմ պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և այնտեղ տարեկան 100-ից 120 շրջանավարտ է լինում, որպեսզի պատկերացրեք, այսինքն 100-ից 120 հոգի տարեկան այս երկրում պատրաստում են դիվանագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ, քաղաքագետներ, ակնհայտ է, որ դա ահռելի թիվ է և չի կարող սպասարկել շուկային, այսինքն ներողություն, այդքան մարդ չեն կարող համապատասխան աշխատանք գտնել և մեր դասախոսը ասում էր, որ մենք պոտենցիալ գործազուրկներ ենք պատրաստում, շատ ճիշտ է իհարկե և կարծում եմ ոչ միայն մեր ֆակուլտետում, այլ նաև շատ այլ մասնագիտություններում այդ դիսբալանսը խզումը կա պահանջարկի և առաջարկի։ Ուսանողները իհարկե կարող են և պետք է լինեն որակյալ, այսպես ասած, աշխատուժ, առնվազն իհարկե ուսանողը մարդ ընդհանրապես իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է նոր գիտելիքներ, նոր փորձ, նոր հմտություններ է ձեռք բերում և առավել ևս հիմա մարդիկ կարող են իրենց կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխել տրամագծորեն, միանգամայն նոր մասնագիտություններ ընտրել, բայց հիմքը շատ կարևոր է, որ ուսանողը փորձի աշխատել, փորձի իր գիտելիքները արդեն իսկ, ինչպես իմ զրուցակիցը ասաց, իր գիտելիքները արդեն իսկ պրակտիկ հիմքերի վրա դնել և նաև աշխատանքի ընթացքում նորանոր գիտելիքներ ձեռք բերել։ Այս առումով կարծում եմ, որ կազմակերպությունները, համապատասխան ոլորտային կազմակերպությունները, կլինի պետական, հասարակական կամ մասնավոր ընկերություններ, պետք է անընդհատ զբաղվեն հավաքագրմամբ, ու անընդհատ չգիտեմ հիմա ինչպես է, հուսով եմ դուք եք կիսվեք ձեր փորձով, արդյոք գալիս են ինչ-որ փորձում են ծանոթանալ, ընտրել ուսանողների և առաջարկել աշխատանք։ Դա շատ լավ փոխգործակցություն է ստեղծում և իհարկե շատ լավ է նաև երբ ուսանողը դրանից գումար է վաստակում, ինչ-որ փող է աշխատում, բայց կարող է դա անել նաև
որպես կամավոր, այդ համավարության ինստիտուտն է զարգացնել, մեր կազմակերպությունը օրինակ բարբերաբար իր աշխատանքներում ներգրավում է կամավորներին, դա շատ լավ փորձ է ինչպես կազմակերպության, այնպես էլ ուսանողների։ Հիմա հիմնականում ուսանողները, երբ աշխատանք են ման գալիս, չեն փնտրում իրենց մասնագիտության համապատասխան աշխատանք։ Դուք աշխատում եք ձեր մասնագիտության, թե ինչ-որ այլ կազմակերպություններում։ Այս բանին երկու տեղ եւ իմ մասնագիտությամբ եւ սպասական ոլորտում, ու հիմնականում դա նրա համար եմ անում, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ կարելի ասել, եթե դու ուսանող ես, ապա քեզ գումար է պետք, դրա համար ստիպված աշխատում ես այդտեղ, դրա համար այդ սպասարկման ոլորտում աշխատում եմ դրա համար, որ գումար ունենամ, ուրիշ ինչ-որ դրդապատճառ չկա այնտեղ։ Իսկ իմ մասնագիտությամբ աշխատում եմ, որ ավելի մեծ փորձ բերեմ ու գիտեմ։ Գործատուտ քեզ ասում է, որ օրինակ այս մեթոդը հնացած է։ Այդ չի կիրառվում։ Ինչ-որ նոր բաներ աշխատանքի ընթացքում սովորում եք։ Բնականաբար նորն ենք սովորում, որտեղ քանի գրում տեխնոլոգիաները զարգանում են ու կոնկրետ համալսարանական կրթությունը մի քիչ հետ է մնում մեր կյանքից, դրա համար հիմա շատ հաճախ համալսարանում էլի շատ դասախոսներ ցավոք դասախոսություններ են կարդում, լեկցիաներ են գնում, որը կարելի է ավելի հեշտ ձևով մատուցել ուսանողին ու հասանելի, դրա համար ուսանողների մեծ մասը չեն ուզում ուղղվել համալսարան կամ կրթություն, բարձրագույն կրթություն ստանալ։ Իմ դեպքում հիմնականում ես փորձում եմ ինքնուրույն սովորել ամեն ինչ հնարավոր ու պետք է, դրա համար այլ աղբյուրներից եմ օգտվում ու համալսարանի տված գիտելիքը ցավոք շատ քիչ ազդեցություն են ունենում։ Հիմա հիմնականում սովորում են մասնավոր ինչ-որ տեղերում, մի քանի ամսով ու արդեն մասնագիտություն են ձեռք բերում։ Պարոն Կարապետյան, դուք երիտասարդ ուսանողների հետ կամ մասնագետների հետ աշխատելիս ինչ խնդիրներ եք տեսնում նրանց մոտ, ինչն է նրանց մոտ պակասում։ Կարծում եմ, որ մանավանդ, եթե խոսում ենք լրագրության մասին, թե խոսում ենք Ընդհանրապես։ Թե քանի որ մեր ոլորտը լրագրության ոլորտն է, ես երիտասարդ ուսանողների հետ շփվելիս հիմնականում լրագրողների հետ եմ շփվում եւ այդտեղ կրկին մենք կարող է ստեղծված թեմա դառնալ, բայց շատ կարեւոր է դրա մասին խոսել եւ շատ կուզեի, որ նաեւ ուսանողները այդ խնդիրը բարձրացնեին ակադեմիական շրջանակներում եւ համալսարանների ղեկավարության մոտ։ Այն աշխարհում, որտեղ 5-10 տարվա ընթացքում տեխնոլոգիաները սարսափելի ձևով զարգանում են եւ 10-15 տարի առաջ մոդայիկ կամ ակտուալ արդիական գիտելիքներն ու տեխնոլոգիաները հիմա արդեն անհուսորեն հնացած են, այդ աշխարհում չի կարելի ամենայն հարգանքով մարդկանց տարիքի եւ փորձառության նկատմամբ չի կարելի 80-ական, 90-ական թվականների տեքստերով կամ ընկալումներով ներկայացնել մասնագիտություն։ Սա ոչ միայն մեր մասնագիտությանն է վերաբերում, այլև նաև կարծում եմ ուրիշ մասնագիտությունների եւ իհարկե ավանդույթը սերունդների միջև կապը շատ կարեւոր է, բայց պետք է հասկանալ, որ մենք պատրաստում ենք մասնագետների, իհարկե ես կիսում եմ ձեր պատկերացումները, որ ինքնակրթությունը հիմնական մարդուն կրթող գործունեությունն է, համալսարանը կամ ուսումնական հաստատությունները ավելի շատ տալիս են սոցիալիզացիայի հնարավորություն միջավայրում, ուրեմն ներկայանալու, ճանաչելու եւ իրեն ճանաչելի դարձնելու հնարավորություն է տալիս, իսկ գիտելիք արդեն մենք վերցնում ենք մեր գրքերից կամ չգիտեմ այլ տեղեկատվության աղբյուրներից։ Հետևաբար կարծում եմ, որ այո, պետք է ուսանողները ամեն դեպքում առանց մերժելու ուրեմն դասական ակադեմիական կրթությունը պետք է նաև անընդհատ ալտերնատիվ այլընտրանքային գիտելիքի աղբյուրներ ընտրել իրենց համար։ Եթե հնարավորություն ունենայիք բուհական համակարգում ինչ-որ մի փոփոխություն անել, ինչ կանեք, ինչ փոփոխություններ կանեք։ Ինձ թվում է առաջի փոփոխությունը այն կլիներ, որ փորձեի հենց ակադեմիական կրթության վրա հին ու նոր միացնել, այսպես ասած, այսինքն նոր օրինակ հիմնարստական բանականությունը մեծ դեր ունի ու
փորձեի բոլոր դասերը, լեկցիաները, քննություն, այսինքն ամեն ինչ իրար հետ մեկտեղ է, որպեսզի ուսանողի համար ավելի հեշտ լիներ ու արդյունավետ։ Հիմնականում առաջի բանը, որ փորձի անել, դա է։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է, որ արհեստական բանականությունը մի քանի տարի հետո նաև դուրս մղի մեր լրագրությունը, հենց մեր մասնագիտությունը։ Չեմ կարծում, նախ կուզեի, որ զրուցակիցս այդ հարցի պատասխանը տա, ես մի անգամից ասեմ, որ չեմ կարծում, որ այդպես կլինի, արհեստական բանականության, գեներատիվ արհեստական բանականության գործիքները, ներոցանցը, դա ընդհանրապես մի նոր գործիք է, տեղեկատվություն գեներացնելու, տեղեկատվություն ստանալու և փոխանցելու։ Դուք վստահ եմ չեք հիշի, բայց կային ժամանակներ, երբ մարդիկ համացանցից չէին օգտվում, որովհետև համացանց չկար։ Որոնողական համակարգերը, որոնք այսօր մեր կյանքի, մեր տեղեկատվություն ստանալու անբաժան մասն են, ուղղակի չկային, եւ նույնն էլ հիմա է, արդեն եկել է չնայած շատերը օրինակ ChatGPT-ն օգտագործում են որպես Google-ի այլ ընտրանքային տարբերակ, բայց իհարկե տեսնում ենք, որ իր հնարավորությունները շատ ավելի մեծ է եւ գնալով օրեցօր ավելի են մեծանում եւ դա ընդհանրապես մի գործիք է, որը մարդը օգտագործելու է իր աշխատանքի մեջ եւ ես չեմ կարծում, որ դա կարող է փոխարինել մարդուն։ Ինչ գործեր, օրինակ, չգիտեմ, տեխնիկական աշխատանք, ոճային վերահսկողության կամ սրբագրելու հետ կապված իհարկե արհեստական բանականությունը, այսինքն դրանից առաջ էլ spell checker-ներ կային, սրբագրիչ գործիքներ կային, ինչ-ինչ գործառույթներ իհարկե իր վրա կվերցնի, բայց այնուամենայնիվ մարդու ստեղծագործ միտքը եւ որոշում կայացնելու կամքը մնում է վճռական աշխատանքային process-ի ընթացքում։ Կարծում եմ, որ բնականաբար արհեստական բանականություն լավ գործիք է ուղղակի օգտագործելու, բայց մեր մասնագիտությունը դուրս չի մղի, որովհետև լրագրող լինելը այն մասնագիտություն չի, այսինքն վստահաբար կարող եմ ասել, որ միայն արհեստական բանականությամբ չես կարող լրագրություն անել։ Դրա համար հնարավոր չէ, որ արհեստական բանականությունը կամ այլ գործիքները դուրս մղեն լրագրությունը, ուղղակի կարող են օգնել, որ ավելի հեշտ աշխատեն։ Բայց հիմա կա մի կայք, որը ամբողջությամբ հենց արհեստական բանականության կողմից է ստեղծված։ Հաղորդավարները, լրագրողները, ամբողջը արհեստական բանականությունն է ստեղծված ու իրենք լուրեր են փոխանցում։ Ու երբ համեմատում ես մի այլ լրատվականի հետ, ոչ մի տարբերություն չի զգացվում, որ դա արհեստական բանականության կողմից է ստեղծված։ Դրա համար հարց է առաջանում, որ հնարավոր է նաև որ այդ մասնագիտության վրա էլ ասի հետագայում։ Չէ, անշուշտ կազմ, բայց որ փոխարինի ամբողջությամբ չէ, որտեղ այդ լուրը ինչ-որ միտեղից գեներացնում է ներոցանցը, չէ։ Ներոցանցը ինքը իրենից չի հորինում, ներոցանցը ցանցում համաշխարհային, երբ մենք պատկերացնում ենք, թե ինչպես է դա աշխատում, այսպես փորձենք բարձունակեցնել, համաշխարհային ցանցում, համացանցում, ինտերնետում գոյություն ունեցող ուրեմն տեղեկատվության մշակման արդյունքը այն է, ինչի մասին դուք ասում եք, այսինքն այդ ինֆորմացիան արդեն պետք է ինչ-որ միտեղ գեներացված լինի, որից հետո արդեն արհեստական բանականություն ներոցանց կպատրաստի իր արտադրանքը համաձայն տրված հանձնարարության։ Իսկ հնարավոր է հետագայում, որ ստեղծվեն նոր մասնագիտություններ AI-ի հետ կապված կամ տարբեր ոլորտներում, օրինակ աշխատաշուկայում առաջացած ինչ-որ խնդրի վերաբերյալ ստեղծվեն նոր մասնագիտություններ այդ խնդրին լուծում տալու համար։ Վստահաբար, ես քանի որ բավարար տեղեկացված չեմ ոլորտում, որպես այդպես ֆուտուրիստական, ֆուտուրոլոգիական ապագայաբանական դատողություններ անեմ, ամենայն դեպս այն ինչ մենք այսօր ունենք եւ արդեն մարտահրավեր է լրագրության համար, դա ինչպես գիտենք արհեստական բանականության գեներացրած deepfake-երն են, ուրեմն կեղծ եւ ոչ ճշգրիտ տեղեկատվությունը, որը մարտահրավեր է, մենք խոսեցինք իրողների եւ ուրեմն հնարավորությունների մասին, բայց հասկանալի է, որ որտեղ
տեղեկատվությունը, այնտեղ կա ապատեղեկատվությունը եւ կան քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակներից ելնելով տեղեկատվությունը խեղաթյուրելու մարդկանց մոլորության մեջ գցելու փորձեր անողներ լինելու է եւ ներկայիս մարտահրավերը հենց այս պահին հայաստանյան լրատվամիջոցների եւ ընդհանրապես ոչ միայն հայաստանյան առաջ կանգնած է այդ խնդիրը դրան արձագանքում են նաեւ լրատվական հանրություն մասնավորապես լրատվամիջոցների ինքնակարգավորման ինքնակարգավորման նախաձեռնությունը եւ էթիկայի դիտորդ մարմինը իր կանոնադրությունը համապատասխանեցրեց լրացրեց այն կետերով, որոնք վերաբերում են արհեստական բանականության կիրառմանը եւ արդեն մի շարք կետեր կան, որոնցով խորհուրդ են տրվում, որոնցով հորդորում են լրատվամիջոցների եւ լրագրողներին առաջնորդվել արհեստական բանականության գործիքները կիրառելու ընթացքում։ Հնարավոր է որ ստեղծվեն ու բնականաբար լավ կլինեն առումով, որ հին շակերտավոր ասացին մասնագիտություններն էլ արդեն չեն մոռացվել, այլ նոր ձևով կներկայացվեն, բայց բնականաբար չեն փոխարինեն մասնագիտությունները, որոնք մնալու են իրենց դիրքում։ Դրա համար նոր մասնագիտությունները որպես կողքից օգնություն կարող են լինել, բայց հաստատ որպես փոխարինող չեն լինի։ Իսկ հին մասնագիտությունների հետ կապված ինչ կասեք, հնարավոր է, որ դրանք այլևս էլ չլինեն, պետք չկան, օրինակ AI-ի շնորհիվ դրանք էլ այլևս պետք չկան։ Դե եթե ակտուալ չլինեն, բնականաբար իմաստ չկա պատրաստել մասնագետների, որոնք անելիք չունեն, բայց ինչպես խոսեցինք, AI-ը չի կարող ամբողջությամբ փոխարինել ու այն մասնագիտությունները, որոնք նույնիսկ քիչ անելիք ունեն, պետք է մնան։ Հա, դա անխուսափելի process է եւ մարդիկ, որոնք օրինակ լրագրության ոլորտում աշխատողները միգուցե նաեւ պատմության այդպիսի կուրս անցել եք, իմանաք, որ ընդհանրենք խմբագրություններում կային մարդիկ, որոնք պատասխանատու էին տպաքանակը տպարան հասցնելու համար։ Հետո տպարանում կային մարդիկ, բանվորներ կամ վարպետներ, որոնք շարվածքի համար էին պատասխանատու, այսինքն ձեր գրած տեքստը շարում էին գլիտերների վրա, մետաղից բաների վրա եւ տպում էին այդպիսով։ Եվ այլն, կային ցրիչներ, կային, չգիտեմ, այլևայլ մասնագիտություններ, որոնք տեղեկատվություն էին հավաքում եւ տեղեկատվություն էին փոխանցում, այդ բոլորը արդեն անցել են պատմություն։ Այսինքն ժամանակի հետ որոշ մասնագիտություններ Արդեն այո, մենք եթե հետ նայենք մեր սերունդների կամ մեզանից ավագ սերունդի կյանքը, արդեն մենք կտեսնենք, որ շատ մասնագիտություններ եւ շատ գործիքներ, որոնք 10-15 տարի առաջ, ինչպես սկզբում ասացի, նույնիսկ նորաձև էին եւ թվում էր թե սովորական էր իրենց հետ ապրել, հիմա արդեն ընդհանրապես գոյություն չունեն։ Եվ դրան զուգահեռ ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ, մարդկության պատմության ընթացքում անընդհատ տեղի ունենում, այո։ Խնդիրը հիմա այն ինչ որ վախեցնում է մարդկանց արագությունն է, որովհետեւ process-ները գնալով ավելի արագանում են եւ մարդիկ մտածում են, որ արդեն կարող է հասարակությունը չհասցնել դրա հետևից։ Հիմնականում հիմա շատ է դա արագ վիճակը, տեխնոլոգիաների հետ կապված արագ զարգացումները ու նոր մասնագիտություններ, որ կավելանան, դա էլ է հնարավոր, հենց AI-ի հետ կապված դա էլ է հնարավոր, բայց ես այս մի վերջերս իմ շրջապատում, հենց իմ շրջապատի մարդկանցից լսել եմ, որ թարգմանչական աշխատանքներից խուսափում էին, զուտ, որովհետև AI-ը ավելի լավ է թարգմանում ու գործատուները շատ ժամանակ հենց այդպիսի ծրագրերից են օգտվում, AI-ի միջոցով են որոշ թարգմանություններ անում, թարգմանչական աշխատանքը, այսինքն կար մի շրջան, որ դա կանգ էր առել այսպես, շատ հնարավոր է, որ AI-ը դա հեշտ ու հանգիստ խլի թարգմանչական։ Իհարկե։ Առավել եւս գրավոր թարգմանությունը եւ հատկապես եթե տեսեք թարգմանության խնդիրը որն է հիմնականում որ համատեքստը ռոբոտը չի կարողանում, ներոցանցը կամ չի կարողանում համատեքստը փոխանցել, որովհետեւ լեզուն կենթանի օրգանիզմ է եւ տարբեր
իրավիճակներում տարբեր մարդկանց սոցիալական խմբերի շրջանում եւ չգիտեմ կան մասնագիտական շարգոններ, կան բարբառներ, կան տարբեր իրավիճակներ, որտեղ նույն բառը կամ նույն արտահայտությունը կարող է տարբեր իմաստ ունենալ եւ այդ առումով իհարկե ամեն դեպքում մարդու եւ պատրաստված մասնագետի մասնակցությունը առնվազն process-ին անհրաժեշտ է որակյալ թարգմանություն ստանալու համար, բայց այո, եթե մենք խոսում ենք, ասենք, չգիտեմ, շատ մեծ ծավալով երկար տեքստերի մասին, այլևս մենք էլ կոնկրետ ես իմ աշխատանքի ընթացքում իհարկե ենթադրենք անգլերենից կամ ռուսերենից կարող եմ թարգմանել հայերեն, բայց եթե դրա համար ես պետք է ծախսեմ կես ժամ, իսկ արհեստական բանականությանը հանձնարարելով կարող եմ ծախսել մի քանի վայրկյանի ընթացքում ինքը տեքստը կտա ինձ, հետո ես մի քանի րոպե վրայով կանցնեմ եւ աչքի կանցկացնեմ եւ կշտկեմ անհարթությունները, բնականաբար ես կընտրեմ երկրորդ տարբերակը, առանց վախենալու, որ ուրեմն ռոբոտները իմ օրվա հացախում։ Իսկ ձեր գործատում պահանջում է ձեզնից AI-ի որոշ գործիքների տիրապետել։ Տիրապետել կոնկրետ իրենք չեն պահանջում, բայց ես տիրապետում եմ այն առումով, որ դա ինձ պետք է, այսինքն փորձում եմ ինչը նոր է զարգանում սովորեմ ու կոնկրետ իմ աշխատանքն էլ օգտագործում եմ, որովհետև ինչ-որ նյութ փնտրելուց ինֆորմացիա կամ ինչ-որ բան, որը պետք է փնտրեի գրքերում կամ ինչ-որ բան երկար ժամանակ, ուղղակի AI միջոցով մի քանի վայրկյանում գտնում եմ, որ իմ գործը ավելի է հեշտացնում։ Բայց շատ դեպքերում հնարավոր է, որ նաև խափի AI-ը։ Ավելի լավ է գրքերից, ավելի հավաստի լիներ, քան շնորհակալություն, ես ձեզ համար պատրաստել եմ մի քանի բլից հարցեր, այսպես ասեմ, կարեք պատասխանել տվեք։ Եթե նորից լինեիք դիմորդ, որ մասնագիտությունը կընտրեիք։ Նույնը։ Իսկ դուք։ Ես էլ։ Եթե մեկ հմտություն պիտի ունենա աշխատողը, ո՞րն է դա։ Պարտավորություն։ Հմտություն։ Բայց հմտությունը մի քիչ ուրիշ է, եթե հատկանիշ ընդհանրապես ասենք, ավելի հեշտ է պատասխանել։ Եթե մեկ հատկանիշ ունենա։ Հատկանիշը դա արագ կողմնորոշվելու ունակություն։ Արհեստական բանականություն օգնական թե մրցակից։ Բնականաբար օգնական։ Այո։ Նաև մրցակից, որոշ չափով մրցակից էլ։ Չէ, Ես այդպես եմ գործում։ Եթե ապագան նկարագրեք մեկ բառով, որը կլինի։ Ավելի արագ։ Երևի նոր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն կարևոր ու հետաքրքիր զրույցի համար, իսկ ձեզ սիրելի ունկնդիրներ խորհուրդ եմ տալիս բաց չթողնել մեր հաջորդ հանդիպումը, քանի որ մենք ամեն անգամ բացահայտում ենք նորն ու կարևորը։